Աստված լսում է միայն խոնարհ ու հեզ մարդկանց, իսկ ամբարտավան, եսասեր ու հպարտ մարդկանց հանդիմանում է։ Այսպես է մեզ սովորեցնում Աստվածաշունչը։ Բայց այդ ի՞նչ բան է այդ խոնարհությունը, որը ցավոք շատ մարդիկ համարում են հարիֆություն, մինչդեռ դա տիեզերքի ամենազորավոր ուժերից մեկն է, և խոնարհ մարդուն է, որ լսում է Աստված։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, ես այս ձայնագրության մեջ կփորձեմ ձեզ պատմել, թե ինչ եմ սովորել մեծերից խոնարհության մասին, և դրա մասին շատ բան կա պատմելու, բայց այսօր ես ձեզ կպատմեմ դրանցից մեկը։ Գիտեք, երբ որ մարդը գալիս է, դառնում է Քրիստոսին, ինքը իմանում է, որ իրեն կտակ կա, Աստուծոց կտակ կա հավիտենական կյանքի։ Այդ կտակը գրված է Աստվածաշնչի մեջ, դրա համար Աստվածաշնչի մեջ մենք ունենք հին կտակարան և նոր կտակարան։ Մարդուն այդ կտակը տալիս են, մարդը մկրտության ժամանակ որդեգրվում է, դառնում այդ կտակի ժառանգավոր, և եթե ինքը իր հավատքը լուրջ է վերցնում, այլ ոչ թե ձևական է մկրտվել կամ ձևական են տարել երեխային մկրտել, այդ մարդը հասունության հետ միառժամանակ սկսում է Աստվածաշունչը վերցնել և կարդալ, որ տեսնի Աստված իրան ինչ է կտակել, որոնք են այդ կտակի պայմանները։ Ու երբ որ ինքը կարդում է Աստվածաշունչը, ինքը տեսնում է, որ այնտեղ կոնկրետ պատվիրաններ կան Աստծու կողմից, որ այս կտակը քեզ կտրվի, եթե դու այսպիսի կյանք ապրես, եթե դու այսպիսի մարդ դառնաս։ Մարդը երբ որ գալիս է սկսում Աստվածաշունչ կարդալ, ինքը հասկանում է, որ այս Աստված էլ իր այն առաջվա սրտի Աստվածը չի, որ մարդիկ սիրում են, չի ասել, իմ Աստվածը իմ սրտի մեջ է, բան, ոչ խոսում է, ոչ պատվիրան է տալիս, պրոստը իր ցանկությունների դաբրո տվողն է, էլի, որ հա, լավ է, արա, շարունակի սենց։ Բայց մարդը, որ գալիս է Աստվածաշունչ է կարդում, ինքը տեսնում է, որ չէ, այստեղ լուրջ բաներ կան, որ դժվար է անել, պետք է դու ողորմած լինես, կարեկցող պետք է լինես, դու պետք է բարություն անես քեզ ատողներին, Տեր Հիսուսն է ասում։ Դու պետք է ուրանաս քո անձը, վերցնես քո խաչով, գնաս իր հետևից։ Ուրանալ անձը նշանակում է ուրանալ կոմֆորտը քո անձի նկատմամբ, երբ որ դա անհրաժեշտ է։ Իսկ մենք արի ուտես, որ առավոտվանից իրիկուն միայն մեր մարմնի համար հոգ ենք տանում, ուտելա, խմելա, հագնելա, լողանալա, չգիտեմ, արձակուրդ գնալա, փող աշխատելնա, մարդին չի ուզում ավելի շատ փող աշխատի, որ իր անձի, իր մարմնի համար ավելի շատ կոմֆորտ ստեղծի, չէ՞։ Բայց այլուտես Տեր Հիսուսը ուրիշ բաներ է ասում է, ով որ իր անձը բարձրացնի, նա կխոնարհվի, իսկ ով որ խոնարհեցնի իր անձը, կբարձրանա։ Դու պետք է օրհնես քեզ անիծողներին, դու պետք է աղոթես քեզ հալածողների համար, դու պետք է բարություն անես այն մարդկանց, ովքեր ատում են քեզ, ովքեր նեղություն են պատճառում քեզ։ Ու երբ որ մարդը այս բաները կարդում ու հասկանում է, ինքը եթե լուրջ է վերցնում իր հավատքը, ինքը հասկանում է, որ ինքը այն մարդը չի, որ Աստված ուզում է, որ ինքը լինի։ Այստեղ իր եսը սկսում է քիչ-քիչ ջարդվել ու փշրվել, ու մարդը սկսում է խոնարհվել ու գլուխը կախել։ Ինքը տեսնում է, որ Աստված ուրիշ բան է ուզում Աստվածաշնչում իրենից, բայց ինքը այդ բաները չի անում։ Ու եթե ինքը ազնիվ է Աստծո հետ և իր հետ, ինքը կհասկանա, որ ինքը այդ մարդը չի, որ Աստված ուզում է, որ ինքը լինի։ Ու մարդը այդտեղ սկսում է խոնարհվել արդեն։ 2022 թվականին, երբ որ ես վերջի անգամ Արցախ էի գնում, ճանապարհին խոսում էինք ընկերոջս հետ, ես հիշում եմ արդեն Շուշիին էինք մոտենում, և չգիտեմ ինչ եղավ, խոսում էինք, ես ասեցի Աստված տա մեր աղոթքները լսի, և այսպես բան լինի, և ընկերս ինձ հարց տվեց, ասեց, իսկ դու որտեղից գիտես, որ Աստված մեզ լսում է։ Ես այդ հարցը լուրջ ընդունեցի և ամբողջ ճանապարհին մտածում էի, լավ, բա մենք ո՞նց իմանանք իսկապես, որ Աստված լսում է մեզ։ Ես հիշում եմ, երբ որ գնացինք հյուրանոց, կոմպյուտերս բացեցի և պրպտում էի այդ բաների մասին, և եկա Սաղմոս 50-րդին, որտեղ որ ասում է, որ սուրբ սիրտը և խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Ես ասացի, ուրեմն եթե դու ուզում ես, որ Աստված քեզ լսի, քո աղոթքները լսի, քո խնդրանքները լսի, դու պետք է խոնարհ լինես, դու չես կարող հպարտ կյանք ապրես, իսկ դու հեշտ մտածում ես դրա մասին։ Ես անկեղծ ասեմ, խոնարհ լինելը մինչև այդ իմ համար գիտակցաբար նպատակ չէր եղել,
բայց քանի որ իմ համար եւ վստահ եմ նաեւ շատերիդ համար ավելի կարևոր բան չկա, քան թե որ Աստված քո հետ լինի, որ Աստված լսի քո աղոթները, որ Աստված քեզ բարեհաճությամբ նայի, այլ ոչ թե անդիմանա, եթե դու ամբարտավան ես, եթե դու հպարտ ես, եսասեր ես, մեծամիտ ես։ Այդ օրվանից ես սկսեցի գիտակցաբար խոնարհություն փնտրել, ու ինչքան կարդում ես, ինչքան ձգտում ես, զգում ես, որ դու ավելի հեռու ես խոնարհությունից, որովհետև հենց որ դու մտածեցի, որ ահա մի հատ արդեն հասա խոնարհության, նշանակում է դու հպարտացար քո նվաճումով։ Սիրելի բարեկամներ, այս բաները ձեզ պատմում եմ, որ դուք էլ ձգտեք խոնարհության, դուք էլ նպատակ դրեք, որ Աստված լսի ձեր աղոթները։ Շատ ժամանակ մարդիկ ասում են, հա ես աղոթեցի, այսքան խնդրեցի, բայց Աստված չկատարեց իմ խնդրանքը, բայց որ մի քիչ խորը նայում ես, տեսնում ես, այդ անձի մեջ ինչքան եսասիրություն կա, ինչքան սեփական կարծիք, ասենք արմատացած բան կա, խոնարհությունը չի երևում։ Եթե ուզում ես, որ Աստված քեզ լսի, դու պետք է ձգտես խոնարհության։ Աստված չի արամորում խոնարհի աղոթքը։ Մաքուր սրտով մարդու եւ խոնարհ մարդու աղոթքը Աստված չի արամորում։ Մեծ պահքի ժամանակ մենք հրաժարվում ենք ուտելիքից եւ շատ տարբեր տեսակի հաճույքներից, որպեսզի ձեռք բերենք այսպիսի բաներ, որպեսզի մաքրենք մեր ներսը եսասիրությունից, հպարտությունից, մեծամտությունից, նախանձից, ագահությունից, չներելուց իրար, անտարբերությունից եւ նման բաներից, ու սա ինքնատպատակ չի, որպեսզի այդ խոնարհությունը ձեռք բերելով Աստված գա եւ բնակվի մեր մեջ, որովհետեւ Աստված հպարտ եսասեր սրտի մեջ չի բնակվի։ Իսկ մենք կոչված ենք Աստուծո տաճար լինելու, չէ՞։ Այդ մասին գրում է Պողոս առաքյալը։ Մտածեք դուք էլ այս բաների մասին, սիրելի ժողովուրդ, եւ ձեր երեխաներին սովորացրեք խոնարհ լինելու մեծության մասին, խոնարհ հոգի ունենալու մեծության մասին, խոնարհ սիրտ ունենալու մեծության մասին։ Ես հիշում եմ տարիներ առաջ մի վարդապետի հետ գնացել էինք Սփյուռքում մի համայնք, այնտեղ լիքը երեխեք կային, եւ վարդապետը երեխեքին խոսում էր հավատքի մասին եւ իհաց հենց հարց տվեց, ասեց երեխեք դուք գիտեք խոնարհությունն ինչ է, ձեռք բարձրացրեք։ Այնտեղ ասում եմ 15-20 երեխա կար, ոչ մեկը ձեռք չբարձրացրեց։ Խոնարհությունը իրենց համար շատ խորթ եւ անհաղորդ մի բան էր։ Դե որտեվ ծնողներն չեն սովորեցրել այս բանի մասին։ Ես խոսում եմ այս բանի մասին, որպեսզի դուք էլ իմանաք, մտածեք, տունը խոսեք ձեր երեխաներին, պրպտեք, փնտրեք, որովհետև ամբարտավան ու հպարտ մարդուն Աստված չի լսում, այլ Աստված լսում է միայն խոնարհ մարդուն, ինչպես ասում է Սաղմոսը, 50-րդ Սաղմոսը, մաքուր սիրտը եւ խոնարհ հոգին Աստված չի արհամարհում։ Դե լավ եղեք շիրելի ժողովուրդ, Աստված օգնական մեզ բոլորիս, Փառք Հորի եւ Որդու եւ Հոգու Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։